Միակ բանը, որով պիտի հետաքրքրվի Հայաստանի ժողովուրդը, հետևյալն է. ոնց է ստացվել, որ մենք 21-րդ դարի 25-րդ թվին գտնվում ենք 19-րդ դարի արդյունավետության մակարդակում, երբ որ ժողովրդի 100%-ը կատաստրոֆիկ անարդյունավետ է։ Եվ այս թեմայով մի գերմանացի քաղաքական գործիչ կա Շրոդերի կառավարությունից ժամանակ մշակույթի նախարարն էր, Յուլիան Նիդարումելին անունով։ Ինչ հետաքրքիր բան է ասում։ Ասում է, լսեք, հիմա Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, եւ մենք եվրոպացիներս, ասում է, մտահոգված ենք մեր անվտանգությունով։ Եվրոպայի միացյալ Եվրոպայի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Ռուսաստանի ռազմական բյուջեն։ Հարց է տալիս, ասում է, ոնց է ստացվել, որ 150 ռուսը իր պակաս ռազմական բյուջեով սպառնում է 500 միլիոնանոց Եվրոպային ավելի մեծ ռազմական բյուջեով, եւ մենք մնացել ենք Ամերիկայի հույսին, այդ ինչպես է դա ստացվել։ Եվ բերում է մի պարզ բացատրություն, ասում է, ես ուրիշ բացատրություն չունեմ։ Մենք մեր փողը ծախսում ենք անարդյունավետ։ Հայաստանի 100% բնակչության իր բոլոր օրերի, բոլոր ժամերի, բոլոր վայրկյանները ծախսում է անարդյունավետ։ Մարդիկ տասնամյակներում ոչ մի աճ չեն գրանցում։ Վերջին գիրքը կարդացել են դպրոցում։ Ալարում են օրը մի ժամ դնեն, մի հատ գիրք կարդան, մի հատ նոր որակավորում ստանան։ Ես մարդ եմ ճանաչում, 20 տարի աշխատում է նույն ֆիրմայում, 20 տարի իր աշխատավարձը չի բարձրացել։ Ու բողոքում ասում է, հլնա եղի աշխատավարձը չեմ բարձրացնում։ Բացատրի ինձ, ինչու ես դու 20 տարի դոփել նույն տեղում, չունես ոչ մի նոր որակավորում, ոչ մի ֆինանսական գրագիտություն, 0-ի վրա քո հույսը այնա, որ քո գործատուն պիտի քո աշխատավարձը բարձրացնի, քո գործատուն քեզ պիտի դուրս հանի։ Դու պիտի սոված մնաս։ Դու պիտի սոված մնաս, որ հասկանաս, որ չի կարելի 20 տարի դոփել նույն տեղում, անել նույն աշխատանքը եւ հույս ունենալ, որ քո գործատուն, քո դայակն է քեզ պիտի փրկի։ Չի լինում այդպիսի բան։ Սա 21-րդ դարն է։ Ամեն հաջորդ օր նոր տեխնոլոգիա է մտնում։ Արհեստական բանականությունը զարգանում է ժամով, ոչ թե օրով։ Ցանկացած մարդու պարտականությունն է մոռանալ ամեն ինչ, մոռանալ այն ճշմարտությունները, որով մենք դաստիարակվել ենք փոքր տարիքում, եւ սկսել ինքնակրթվել օրական ռեժիմով, ամեն օր, գոնե կես ժամ, մի ժամ։ Դուք կզարմանաք ինչ կկատարվի ձեր հետ, ասենք 6 ամիս հետո, եթե դուք ամեն օր կես ժամ ընդամենը, դա փոքր ժամանակահատված է, զբաղվեք ձեր ինքնակրթությամբ, մտնեք Google եւ մի բան գրեք, մի նյութ կարդաք, մի բանով զբաղվեք, որ չեք զբաղվել, ուշքի եկեք, չի կարելի։ Չի կարելի ամբողջ կյանքում ապրել ցեխի մեջ, ամոթ է։